Անցյալ տարվա շրջանակներում նախագահի գործունեությունը այս ուղղությամբ կարող եք բնութագրել ինչ-որ կոնկրետ արդյունքային ցուցանիշներով։ Միջոցներ են ծախսվել, սկսած օտարերկրյա այցերից ավարտված երկրի ներսում նախագահի գործունեության շրջանակներում։ Կոնկրետ, օրինակ, այս լիազորությունը սահմանադրական, որ վերապահված է հանրապետության նախագահին, ինչպես է արտահայտվել։ Շնորհակալություն հարցի համար։ Ես այլ հանգամանքներում երբ կասեի քննարկման թեման չի առնչվում, բայց ընդդիմության կողմից ներկայացված հարցը խնդրեմ։ Պարոն Վարդյան, խնդրում եմ բան չեմ սահմանափակում, խնդրեմ ասում։ Չէ, ես ասում եմ ուղիղ առնչվում, որտեղ միջոցները ծախսելու շրջանակներում արդյունքային կարևոր ցուցանիշներից մեկը սահմանադրությամբ վերապահված լիազորությունների կատարման գնահատումն է։ Շատ բարի, խնդրեմ պարոն Պողոսյան։ Շնորհակալություն պարոն Մինասյան։ Ցավոք հաշվետվությունս ներկայացնելու դուք ստեղ չէիք, ես փորձեցի մանրամասնել սահմանադրական նորմերով պայմանավորված հանրապետության նախագահի գործառնությունները, դրանք են օրենքների ընդունումները, քաղաքացիության վերաբերյալ հրամանագրերի ստորագրումները, դիվանագիտական եւ դասային աստիճաններ շնորհելը եւ շքանշաններով, մեդալներով պարգևատրելը, դրանք մեր արդյունքային ցուցանիշներն են, որոնք կարծեմ համեմատության մեջ, օրինակ 2024 թվականին քաղաքացիության վերաբերյալ ընդունվել են 185 հրամանագրեր 2023-ի 130-ի դիմաց։ Ստորագրվել են հանրապետության նախագահի կողմից ազգային ժողովի ընդունած 527 օրենքներ, դրանք 2023-ին 100-ով պակաս էին։ Այս բոլորը սահմանադրական իրավասությունների շրջանակներում հանրապետության նախագահի գործունեությունն է, նաև արտասահմանյան այցեր, որոնցում հանրապետության նախագահը ամեն առիթ օգտագործել է ներկայացնելու հանրապետությունում ու հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակը, այդ թվում ոչ միայն գործընկերներին, նաև հայ համայնքին, նաև հնարավոր այլ երկրների գործընկերներին, նույնը իրականացվում է նաև մեր երկրում բոլոր տեսակի ընդունելությունների հանրապետության նախագահի հանդիպումների ժամանակ։